Կանայք և պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Պապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Ողջույն բոլորին, կասկածելի երեկոն է եթերում, ներկայացնում եմ կասկածելի հյուրերին և այսպես հումորի շոումեն հաղորդավար Ռաֆայել Ղազանչյան, երգչուհի Սոֆի Մխեյան, ներկայացնում իմ շատ գեղեցիկ թիմը, հեռուստա հաղորդավարուհի Էմմա Հակոբյան, նույնպես հեռուստա հաղորդավարուհի Մերի Ներսիսյան, Փուլ առաջին, մասնակիցներն իրենց առջև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որը իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որը նրանց հետ կապ չունի։ Անկախ կարդացած պատմությունից նրանք պետք է այն ներկայացնեն իբրև իրականություն։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար թիմը վաստակում է 1 միավոր։ Սխալ պատասխանի դեպքում ոչ ոք ոչինչ չի վաստակում։ Այո։ Սկսենք Ռոբի թիմից, Էմմայից։ Ես իմ ննջասենյակի դուռը բացում եմ եղունգներով, քանի որ արդեն մի տարի է դրան բռնակը պոկվել է ու չենք սարքում։ Ու կարելի է միանգամից չհավատալ։ Ինչու՞։ Որովհետև եղունգները տեղն են, ցույց տաս եմ դեն։ Այսա հատուկ մանիկյուրը կոչվում է շելակ։ Ոնց է կոչվում։ Շելակ։ Ինքը նային պոկը։ Շելակ։ Նա պնդմնայուն է շատ։ Ոնց է փչացել։ Ես ունեմ խալի սենյակումս, որը շատ փափուկ է։ Ու իմ շունը շատ է սիրում քնի այդ խալու վրա։ Բայց իրան չի կարելի, որովհետև ինքը գալիս է խալին կեղտոտում է։ Ու ինքը սովորել է, ձեռքը դնում է դռանը, թաթով խփում է ռուչկային, որպեսզի դուռը բացվի ու գա ներս։ Դրա արդյունքում ռուչկան ջարդվել է, ռուչկան չենք սարքում, որ դալման էլ չմտնի սենյակ։ Այսինքն իր կարիքները ինչ անում դալմա։ Դալմատին ցեղատեսակի շուն։ Այսինքն շունը իր կարիքները հոգում է հենց դրան դիմաց։ Չէ։ Դե որ սենց անում չկա այդ բռնակը, ասպա դե լավ ինչ անկապ դանը միանգամից Ես իմը արել եմ։ Ես իմը արել եմ։ Ինձ ասել էին սենց արա, ես անում եմ։ Այդ դուռը բացում ես, արդեն չես կարող անցնես, էլի, այսինքն դրա համար չի բացում։ Եղունգներդ կարճ են, չէ։ Այսինքն տենց են կարճանում։ Ավելն ասեմ, շան եղունգներն էլ է կարճ շատ, որտեղ առաջին ինքն է անում։ Դոբերման էր շունը սկզբից, մինչև սենց արեց ու ջուրացավ, փոքրացավ շունը, մեծ շուն էր, մինչև այդ։ Բայց կա պլաններում տեղադրել։ Դեռ դալմային մնացել է մի 3 տարի, 3 տարի չէ։ Լուրջ 3 տարի, ու դու սենց հանգիստ էդ ասում ես։ Համակերպվում եմ արդեն կամաց։ Բայց ինչ գիտեք, որ 3 տարի է մնացել։ Դալմատինները 13-14 տարի են ապրում, ինքը 11 տարեկան է արդեն։ Բայց տնեցիք ոնց է, որ ասում ես ռուշկա դրեք, ասում են կամ շունը կամ ռուշկ է։ Արդեն էլ չենք էլ խոսում, որտեվ հոգնել ենք այդ խալին մաքրելուց։ Իրականում իրանք մազ են թողնում շատ, ու խալու վրա մնում է մազերը։ Ու ավելավ ինքը չգա իմ սենյակում չպարկի ու ես ոչինչ թող ռուչկա չունենամ, բայց այդ դարդից, որ անթալ չխ-չխ։ Ինձ թվում է սկզբից խալի չի եղել, այնքան մազա թողել խալի է։ Պարկետա դարել է խալի։ Շատ է, ոնց է պատմությունները, իրականում իրանք շատ են ապրում։ իրականում իրանք հոգնել են իրանցից, ասել են քեզ մնացել է 3 տարի։ Ամեն օր։ Այո, փոքր շան, ընդամենը ինքն է համակերպել է։ Այդ շուտ թողեք գնամ դուրս, ատե 3 տարի է մնացել, գնում ես դուրս։ Բայց իրականում իրանք 20-25 տարի ապրում են, ուղղակի Այդ հետք ունեք շուն։ Չէ, ունեն։ Որ մատով ես դու բացում։ Երկրորդ։ Դες արդեն ծուռ ամատ է։ Սենց մցնում։ Բարապած ես մա։ Սենց ես մցնում, այս սենց ու սենց։ Ես սկսեցի արդեն։ Էման տես զամոկազակաստար, սենց էլ փակ։ 10 տարի առաջ չէիք մտածել, որ անունը Ինքը դալմատին է։ Դալմատին է։ Տենց դալմա ենք ասում։ Դալմատին, ոնց որ պուձելին պուձի ասեմ։ Տուզիկ։ Ես չնասը սկզբից չհավատացի։ Այն որ չենք լսել ոչ մի բան այդ ժամանակ։ Այն որ նոր երաժշտությունը վերջացավ, այդ ժամանակ նոր է սկսեց ծրագիրը, բայց մի բան ինձ չգիտեմ հուշում է, համենայն դեպս մենք առաջի փուլում ենք, որ չեմ կարողանում հավատալ։ Այն ներքին ձայնը տենց է, ներքինը չանգրում ասում է տենց։ Բացի դուրը որ չես հավատում։ Հա, անկեղծ։ Բայց ամեն դեպքում շատ համոզիչ պատմեց։ Հա, շատ։ Հա։
Եկեք հավատանք։ Կամ այս պատմությունը ճիշտ է, կամ Էմային հալալ է։ Այո։ Կամ մեզ է հալալ, կամ Էմային է հալալ։ Այո։ Դե Էմա։ Չէ՞։ Հավատանք։ Մենք այս պատմությանը հավատում ենք։ Իսկ այս պատմությունը սուտ էր։ Լսենք Սոֆի պատմությունը։ Այո։ Մեր բակում իմ անունով պուլպուլակ կա։ Ինչ գրած է թվերը 86-ից 2000։ Արդեն պետք է ասել Չէ, արդեն բաց կա։ ենք թողել։ Բաց եք թողել։ Թվերը ասում։ Ասել եմ հենց գա ժամանակը։ Ո՞վ է սարքել սա։ Թարգողները։ Չէ, բայց ի՞նչ է գրած։ Սոֆի Մխեյան, հա, գրած է։ Չէ, Սոֆիա գրված։ Այս մեխակ ջարդած կա։ Չէ, այտենց քանի որ ինքը իրականում շատ հետաքրքիր պատմություն էր, որովհետև լակոնիկ։ Այդ տարիներ առաջվա մի բան էր, ունեի մի տղա, որը շատ էր սիրում ինձ։ Շատ տարօրինակ բաներ էր ինձ համար անում։ Ամենատարօրինակ պատմություններից մեկը միջելից հենց սա էր։ Բայց աշխատեց, հա, պուլպուլակ պատրաստել, աշխատեց, հասավ այդ։ Պուլպուլակ աշխատում է մինչ օրս եւ աշխատում է տատիկիս բակում։ Իսկ քո վրա աստեցությունը, որ պատրաստեց պուլպուլակը, չգիտեմ, այս ծիրայո արի ընկերություն անենք։ Չէ, իրականում արդեն մենք վերածվել էինք լավ ընկերների, մենք ընկերություն չենք արել։ Պուլպուլակ հենց մահացած սիրո բանն է Բայց գրած է որ Սոֆի թե Սոֆի Մխեյան։ Չէ, Սոֆիա գրված։ Իսկ գո երկու Սոֆի Մխեյան էտել ու վերջ։ Դե որ որտեվ երեխեքը գային նկարվել։ Քեզ չգտել է Սոֆի Մխեյան պուլպուլակի հետ։ Ինքը տենց ցանկություններ տարբեր ձևերով իմ անունը նշելու Երևանում, հա։ Այո։ Սարյան իմանանք գնանք նայ։ Հայ, իհարկե, Սարյան փողոցում։ Ես այդտեղ եմ մեծացել, որտեղ։ Ուրանում ես այդ ջուրն ես խմել։ 3 վիսոտկաները կան։ Այս էթեք։ Այն հացի փռի մոտ էլի։ Այդ հացի փուրը առաջին սիրող տղան ասա։ Հացի փռից սկսել է ամեն։ Նայ, հացի Սոֆի Մխեյանի անվան հացի փռի։ Սոֆի, իսկ ինչ առիթով դրեց, թե պարզապես մի օր զարթեցի տեսար դրած է։ Մարտի 8-ի կապած։ Չէ, ինքը շատ տարօրինակ բաներ էր անում։ Նախ ամենից սկսվեց այն տեղից, որ զանգահարեց մեր տուն եւ վերցրեց հեռախոսը հայրիկս ու ամեն ինչ բալկոնից նայեք։ Պապա ջան, հələ բալկոնից ես մի քիչ ավելի հետ եմ էլի։ Ես մի քիչ ավելի հետ եմ գնում, որովհետեւ դա իմ առաջին տեսահոլովակն էր իմ ընկեր եւ երբ զանգահարեց մեր տուն, վերցրեց հայրիկս, ասաց բարև ձեզ, Սոֆին եմ ցանկանում, ասեցի Սոֆին տանը չի, ասաց ուզում եմ ասել, որ Ցանկանում չէ, ուզում։ Չէ, ուզում եմ Սոֆի հետ խոսել։ Սոֆի տանը չի։ Ցանկանում զրուցել։ Շատ, այո, ցանկանում եմ զրուցել, ասաց տանը չի, ասաց ով է կներկանաք, ասացի երկրպագուներից, ավելին ասեմ, ես դառնալու եմ նրա ամուսինը։ Այդպես է սկսել պատմությունը, որովհետև դե պապան տենց Պապան չեմ հավատում, արի գրած գա։ Ինչի՞ դա պուլպուլակ սարքել։ Չէ, իրականում այդ տղայի վերջը շատ տարօրինակ եղավ, որովհետև նա հայտնվեց Ինքն է դարձավ պուլպուլակ։ Չէ, կալանավայրի։ Հիմա թզբեղներ է ուղարկում քեզ գեղեցիկ։ Հա։ Թզբեղ ուղարկում է թզբեղ։ Չէ, պարզեցինք, որ նորմալ մարդ չէր եւ նույնիսկ շատ Եվ փակեցին գնաց։ Ծնողներս իրականում նաեւ վախեցել են։ Ինչ կա։ Ես ասեցի ասեմ մենք էլ վախեցանք։ Լուրջ ախպերս կներես։ Ամենից հիմա որտեղ կարող է նայում ուղարկի հետ։ Կարող է չասեմ ավելի նայում է։ Մեր ինչ ես կարծում։ Ես չեմ հավատում մի տեսակ։ Կալանավայրը մի քիչ հարդ էր, չէ՞։ Կալանավայրը չեմ հավատում, չգիտեմ։ Կվախենար էլի, գալ պուլպուլակը մաքսիմում հետ կտաներ։ Ամենալավն եմ ասում։ Լավ, դու Կարողանա նստած է, բայց որ պուլպուլակ է պատրաստել։ Եվ կարող է նստած է։ Լավ, դու էլ չես հավատում։ Ես միանում եմ։ Եթե ճիշտ է, շատ ծիծաղել է պատմությունը սա, որովհետև տատիկի բան։ Ու եթե իրոք կալանավայրում է դա։ Մենք չենք հավատում, այս պատմությունը սուտ է։ Այս պատմությունը սուտ է։ Ծաղկառատ եւ շահավետ գարուն Կերամա Մարացիում։ Մինչև ապրիլի 7-ը 35-ից 70% գլխապտույտ իջեցված գներ ծաղկազարդ կերամիկական դեկորատիվ էլեմենտների համար։ Կերամա Մարացի։ Դավիթ Անհախտի 6։ Լսենք Ռոբի պատմությունը։ Սիրո։ Այո։ Հա, եթե ուզում եք լսենք։ Մի անգամ խաբել եմ, որ սովից փրկվեմ։ Հաստատ։
Այս սկզբից գնանք, ում ես խաբել, երբ է եղել եւ ինչ ես կերել։ Ես քեզ հետ եմ խաղում այս։ Դիլիջանում էի, ուսանողական տարիներին դիլիջանում էի, սոված էի։ Մի ամբողջ օր սոված էի, գումար չունեի, որ հաց ուտեի։ Ու մտածում էի, չգիտեմ, ոչ մեկ դե ինձ չէր տա, ուսանողի գնայի ասեի հաց տվեք, ուտեմ բան, չէին տա ոչ մեկ, մտածեցի որ սնունդը կարելի է մտածել ուտելիքներից որը օրինակ որ գնացեի ուղակի խորոված կամ ինչ-որ ուղակի պանիր հաց տվեք չեն տա մտածեցի գնամ ինչ-որ գյուղական տներ Դիլիջանում մի հատ տուն մտնեմ ասի մածուն կլինի էլի խափեմ ասեմ թունավորվել եմ մածունա պետք մի բանկա մածուն տվեք էլի ասի մածունով կկշտանամ գնացի նա պատահական դուրս եցեցի հա իբր վատ եմ ասի վատ եմ թունավորվել եմ մածուն էլի մի բանկա տատի ջան մածուն մի բանկա մածուն տվեցի, մածունը վերցրեցի, գնացի կերա, որ սովից բան չանեմ, չկոտորվեմ։ Բայց մածունը ավելի է սովացածնում։ Չէ, ես կշտացա ճնշում ակցում։ Երկու բանկա տվեք։ Չէ։ Ուսանող էր ասի։ Ուսանող, հա։ Դպրոցը ոնց որ ավարտել էր նոր առաջի կուրսեր էր, էլի, հա։ Հա։ Ու գնացել ես Դիլիջան առանց փող։ Առանց փող չէ, գնացել էինք դա ուսանողական ճամբար էր։ Որտեղ հաց չէին տալիս։ Կոնցենտրացիոն ճամբար էր ուսանողական։ Չէ, ուսանողական ճամբար էր, բայց գնում եք դա ինստիտուտը չէր տանում։ Մենք մեր միջոցներով գնում էր, գումարը վերջացել էր։ Ձմեռ էր, փագեր, դուք գնում բացում եք ապրում։ Չէ, գումարը մենք մեր գրպանից պետք է տայինք ու ուտելներ էր մեզ վրա։ Քանի օր էր մնացել քեզ որ գայր դու։ Երկու օր մնացել էր, գումարը վերջացել էր։ Հիմա շուտ էր վերջացել, ժամանակից շուտ էր վերջացել։ Բայց ինչ էր արել այդ գումարը։ Չգիտեմ, նախ շատ չէր գումարը։ Դիլիջանում չէ, հա, շատ չէր ջղայնացի կամ ձերոց վրա ջղայնացի։ Բայց հիմա ներվայնանում է։ Ինչ ես արել, չես բաժանել այդ գումարը։ Չէ, բաժանել եմ, ուղղակի երևի մի քիչ շատ կերանք, բան տվեցինք, էս առանք, այն աղջիկներ կային հետներս, բան հյուրասիրեցինք, բան, մեկ է տենց եկավ 2 օր անց հասկացեք որ փող չունենք էլ։ Հասկանում ես որ 1700 դրամով գնացել է առաջին օրը սենց 1700-ի ախորցը աղջիկերքին հյուրասիրել է առաջին։ Քանի օր գնացել։ Սնիկերսները։ Սնիկերսներ բաներ Մարսեր սնիկերսներ, էմա չէ։ M&M։ Չեմ հիշում։ Գնացել է ստրիպտիզ կլուբ 400 դրամի ինձ դրել է։ Չէ 400 դրամի տեսա կոպեկներով լցրել եմ։ Երկու օր այդ մածունը պահ է։ Չէ, հաջորդ օրը էլի ես չգիտեմ ուրիշի Երկրորդ օրը բանկին ջուր են լցրել, սենց թանա դառ է, թան ունեք երեխեք մյուս օրը թան ունեք։ Երկրորդ օրը հետ գնացել չբուժեց է, բայց ես ուրիշի օգտեցամ չեմ իսկ վերջին օրը ցամաք հացով ջոր ես իմ ուրիշների ցամաք հաց ունեք մածունի հետ ուտեիք էդի ասում։ Իմ հացը չէր, մնացած ուսանողներից էս ծանոթ գտան։ Հացած տարի ապրած մնացած ուսանող։ Ռոբ ջան, ես ուրեք գնացել։ Չէ, ես ուրեք չեմ։ Ես ով ես դու։ Ես մերն էի ուզում ասեի, բայց դիրիջ, ապա մոշ բան ուտեիք մտեիք բաղջակից։ Ոչ ճարել։ Գիշերը մտեիք բաղջակից մոշ էր։ Որ ամիսը ասա։ Ամառ ինչ ասես կար։ Բայց այս անտառ ամեն ինչ թափում ա վերել։ Ելով այդ որ անտառն է ամեն ինչ արի։ Դիլիջանի։ Հիմա որ ճիշտ լիներ, դու գիտես ոնց կպատմեր, կհիշեր այդ նույնիսկ տատիկի կամ անունը։ Անունը չեմ հիշում։ Իրան հիշում եմ, սենց ասեմ, իրան հիշում եմ, որ հիմա բերեք ասեմ, ինքնա։ Մի 10 հոգու բերեք ասեմ, ինքնա թե չէ։ 10 հոգի աղջիկ ու այդ տատիկին ասեմ, որ դա։ Տանցեմ, ինձ թվում է։ Հավատա։ Ես չեմ ողովում։ Բավարի հիմա բարձրացնի ու տակը ճիշտ լինի, որտեղ Ռոբին դու մի աշկով մի նայ։ Ռոբին ինչ պատմություններ ուներ։ Կարող է, բայց ինչեր եմ խաբել։ Այն որ խաբել։ սկզբում ասացի վերջում եք ասեմ, այդ տարբերակը էլի ստեղ էլ աշխատում։ Այդ գախնի բանա ինքը Սոֆին հուշում, որ եթե այդ նկատում ես, ուրեմն սուտ է լինում։ Համել կփորձեն աշխատում է թե չէ, սուտ է։ Ինքը ասում է սուտ է։ Սոֆին ասում է սուտ է, ունես բան է ասել նայի։ Ես հավատում եմ։ Սուտ է։ Չէ, որ ճիշտ է։ Ամեն երկուսով ասում ենք սուտ է։ Ասեք կրվենք։ Չենք հավատում։ Մենք այս պատմությանը չենք հավատում։ Իրականում այս պատմությունը ճիշտ է։ Շարունակենք։ Լսենք կարիք քեզ։ Ինձ առաջարկում են դառնալ իմ ստրուկը։ Քեզ առաջարկել են որ դու դառնաս։ Ով առաջարկել։ Շատ կան որ առաջարկում են։ Չէ, դու ես առաջարկում։ Չէ, ինձ առաջարկում են, որ առաջարկ են անում, որ դառնան իմ ստրուկը։ Որ ինչ-որ մեկը դառնա իմ ստրուկը։ Թե դու դառնաս, նորից։ Չէ, ինձ առաջարկում են դու ես դառնալ ուզում դառնաս, ես վարձում եմ քեզ իջանով։ մածունով։ Չէ։
Ինձ առաջարկում են դառնալ Կանայք թե տղամարդիկ։ Ստրուկը։ Կանայք։ Մեծամասնությունը դեպքի տղա։ Այս դեպքում մի տղայի մասին է խոսքը։ Տարիքը ինչքան է այդ տղայի։ 23։ Եկեք տղայի էլ չասենք, ստրուկի։ Ստրուկի, հա։ Չէ, մի ասեք, որտեվ չեմ համաձայնվել։ Հա, չի համաձայնվես մարդը։ Բարոյական նորմալ մարդ։ ստրուկ է իմ համար։ Հա, օքեյ։ 23 տարեկան տղա։ Ինքը անձամբ քեզ դեմարդեմ կանգնեց, ասում ես ուզում եմ ստրուկը դառնամ Գարիկ։ Թե նամակով։ Դեմարդեմ Էժանով ստրուկ կապել կուզես։ Ով է, ես եմ տար։ Մենք ենք ախպեր։ Ծնկի այ չէ։ Ոնց եղավ, մատ պատմի, որտեղ եղավ, մենք լսենք որտեղ եղավ ու շարունակենք։ Ոնց այդ Ինքը աֆրիկացի տղա է։ Արյան մեջ։ Աֆրիկացի տղա է, հա, ինքը ոնց ասեմ։ Ասիաթա է։ Ավանդական ոնց որ իրանց բերվի պապուց եկած ինչ որ բան անտանի։ Ոնց ստացվեց դու։ Պապուց եկած։ Պատմել էր ստրուկ։ Քեզ հետ ոնց է կապտվել։ Facebook-ով։ Facebook-ով ինչ անգլեր է։ Ստրուկ կետե։ Բարև, ես դառնալ Վատ անգլերենը։ Վատ անգլերենով։ Hello Garik։ Հա, hello I am Garik։ your slave. Your slave, please. Տենց։ Իմ արդեն հայերենով են գրել։ Շատ նույն ձև ես համ խոսում։ Շատ նման էր ձևագիրը դե համար։ Facebook-ով գրեց, հա, գրեց Facebook-ով, բա Գարջան, եթե օգնես Աֆրիկայից ես այնքան որ փոխվեմ ստեղից փախնեմ, վիզայից բանից հարցեր ասեց, եթե դու կարողանաս դասավորես, ես կգամ ամբողջ կյանքս քո համար կծառայեմ։ Գրել է պաշտոնական էջին, որը լայքով է։ Պաշտոնական էջին, որը լայք։ Դու մոնիթորինգ ես անում քո սեփական էջը։ Admin-ը գրեց, որ սենց հարցերով ինչ ես դու հիմնականում պատասխանում։ Հա, թե չէ։ Անունը ինչ էր, անունը։ Անունը չեմ կարա, որտեվ ինչ որ բան, չեմ հիշում։ Բայց Ջիբուտիից էր ինքը։ Ջիբուտին։ Հա, Ջիբուտիից էր։ Բայց չգիտի որ Ջիբուտիից բրծնում է գալիս ավելի վատ տեղ։ Ուրա, ես ու ինչա գրեպատ։ Սա 250 պետությունից ընտրել է Հայաստան։ Այ այդ խոսակցությունը հասել է այնտեղ, որ ես իրան չեմ կարողանում այդ ասեմ, որ դու ավելի լավ մնաս Ջիբուտիում, որտեղ ստեղ իմանա նենց վիճակ է, այս ընտրությունները բան, ավելի լավ մնաս Ջիբուտիում, բերանս չի պատտվում, ասեմ։ Բայց դու ինչ պատասխանեցիր, գրած։ Չեմ պատասխանել, լուրջ, ոնց որ հələ չեմ որոշել, ուզում եմ թե չէ։ Մտածում է էլի հələ։ Մտածում ես։ Հələ մտածում եմ, էլի, չգիտեմ, ինչ հարցով, տնեցքին եմ հարցնում, բան, ինչով կարող օգնացնի։ Ես անդադ ուզում եմ։ Հա, դե կարելի է պահեք, ինչ է։ Ինչ ես մտածում, էլի։ Չէ, միանշանակ։ Միանշանակ չէ։ Գարիկին չէր կարա, չէ, Աֆրիկայից ստրուկ գրել, որ ուզում եմ գամ կոփել։ Տենց մի ասել։ Եթե ճիշտ է, ես խոսք եմ տալիս, ես գալիս եմ խոնարհվում եմ մտեղ։ Ես լուրջ խոնարհվում եմ քո առաջ, եթե ես պատմությունը ճիշտ դուրս եկավ։ Բայց երկար ես խոնարհվում, բրո։ Մինչև ծրագրի վերջ։ Մինչև ծրագրի վերջ։ Ծրագրի չէ, տարվա վերջ։ Մինչև տարվա վերջ։ Այո, եթե այս պատմությունը ճիշտ եղավ, եթե իրան գրել եմ մեկը գալիս է։ Էս տեսագրվեց, չէ՞, սպա, հա։ Դու ինչ ես մտածել մեկը։ Չես հավատում, բայց հիշի որ գնում եմ խոնարհվեմ։ Դու դա հիշելով ասեք։ Լավ, եկեք ասենք սխալ է, եթե ճիշտ լինի, հալալ է այս մարդը, որ Աֆրիկայից ստրուկ է դիմել իրան։ Հաստատ հալալ է, հա, խոնարհվում հորանում ենք։ Ասա, դու չես հավատում։ Ես էլ չեմ հավատում, որովհետև սենց իրոք սենց ինչ է։ Մենք չենք հավատում այս պատմությանը։ Այս պատմությունը սուտ է։ Դեցիստ է, լավ։ Ռոբ ջան, սուտ է։ Ես կգժվեմ, հա սուտ է։ Թո ինքը պատրաստ։ Ես դալիճին խնդրում եմ ծափարություններով Ռոբին կանչեք այստեղ։ Այս պատմությունը ճիշտ է։ Այստեղ։ Դե արդեն պարտվել ես, Ռոբ։ Այստեղ կանչեմ կգա։ Ռոբ, պետք է Իլանգուա։ Ինագուա։ Ես իմ ասածից հետ եմ կանգնում։ Իրոք, չէ, արի խոնարհվի, կամար արի խելոք Բայց խոնարհվի։ վերջում ինքը չհավատաց է, մենք Արի ենք խելոք կամար խոնարհվի։ Շաբաթը մեկ գոնե արի խոնարհվի գնա։ Ժողովուրդ, եկեք լինենք չեսնի։ Խոսքա տվել։ Խոսքա տվել ժողովուրդ։ Գարիկ։ Դու տեղից մի եկած։ Դիմացը։ Կզի։ Մերի ջան։ 2 ամիս հանդես եմ եկել Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի հավաքականում։
Մի ծիծաղեք։ Խաղացել ես, այսինքն։ Որպես զապասային նորից։ Պայստան։ Որպես պահեստային խաղացող։ Զապասային կալոս։ Մարզիչը չէր հասկացել, որ ումա վերցնում թեկուս պահեստային տղամարդկանց։ Հայրիկս երկար տարիներ եղել է բասկետբոլի հավաքականի մարզիչ Հայաստանում, ու տենց միշտ սեր եղել է բասկետբոլի հանդեպ։ Հետո այդ շրջանում Հայաստանի կանանց բասկետբոլի հավաքականը սրանից 18-19 տարի առաջ էր, 1 տարով կասեցրեց գործունեությունը, այսինքն հավաքական որպես այդպեսին կանանց չկար։ Տղամարդկանց հավաքականներ ու հայրիկս մարզչի օգնականներ, այսինքն ես չէի գնում տղամարդկանց հետ զուգահեռ մարզում, այլ մի հատվածում ինքն ինձ վարել էր սովորացնում, այդպես շիթ էինք գցում, ինչ որ վարժություններ էինք անում, մի տարի այդպես սովորեցի, հետո արդեն երկրորդ տարվանից փոքրերի հավաքական ներգրավվեցի։ Ես տենց է հարցս պատասխանը չլսեցի։ Մարզիչը, երբ որ ասեց Մերի ջան, արի։ Մերի ջան չէ, Մհեր ջան։ Էս էլ Մհերը։ Այդո որ բերես։ Իսկ խաղացել ես, դուրս եկել խաղացել ես, Պահեստայինին հասել է հնարավորություն։ Ոչ բնականաբար, որովհետև կանոններում բասկետբոլի հստակ է։ Տղամարդիկ երբեք կանանց հետ չեն խաղում, եւ նաեւ թիմում չի կարող տղամարդկանց լինել կին։ Դե այդպես հիմա կատակով ասում էին։ Չի էին։ կարող լինել, իսկ Պահեստայինը կարա լինի ուրիշ թիմից։ Ինչպես։ Պահեստայինը այդ թիմից է, չէ։ Հա, այդ թիմից է։ Բայց կանոններով չի կարա աղջիկը լինի տղաների թիմում, ոնց է Պահեստայինում աղջիկ։ Դե Պահեստայինի բայց երբեք չէի խաղում։ Ուղղակի նորից եմ ասում, մի տարի հայրիկիս հետ տենց զուգահեռ նույն դաշտում մարզվում էի։ Ունել հայրիկը։ Ծանոթի։ Այո։ Դա համար սպորտը դարձրին, սենց։ Իրականում Պահեստային նստանին նստել էլ չկար, ասենք հայրիկս ինչ որ հրահանգներ էր տալիս, կողքից նստած, այսինքն Իրականում ուրիշ պատմություն է։ Մեր իսկ խաղը որ վերջանում էր, բոլորը գնում էին հանդերձարան։ Դուր էր գնում։ Ես տուն էի գնում։ Հայրիկիս մեքենայի մեջ էի սովորաբար փոխում էի, այո։ մեքենայի մեջ դուշը բանը, սա։ Ռեալ պատմություն է, ասենք նես չի որ ֆանտաստիկ ինչ է։ Ռեալ պատմություն է։ Պապան բերել է, նստացրել է, ասել նստի բալես մինչև։ Տենց խաղացող չէի, էլի որ ասեմ, տղամարդկանց թիմից են հավաքական մի տարի բասկետբոլի գնացած։ 20 տարի։ Ես գիտես վերջերս է։ 20 տարի։ Ինչ ես կարծում, Ես Ռոբինն էլ էի հավատում, հիշում ես, որ ասի ճիշտ է ասում, այդ Մալցոնի պատմությունը։ Հիմա Մերին էլ անկեղծ պատմեց։ Ես չեմ հավատում, բայց։ Մի հավատա, բայց դու արդեն քո հաղթանակը ունես։ Ռոբ Մեր խոնարհծարը Ռոբը։ Ես էլ էի սկզբից հավատում, հիմա ինչ որ տենց ներքին։ Դու չես հավատում։ Չեմ հավատում։ Չէ, բայց արդեն վախենում եմ, որ էլ չհավատամ երկուսով մեկի դեմ։ Սենց եմ անկեղծ մարդը բայց ոչինչ իսկական կարիք բոլորին ասեք ինչին է։ Չէ, չես հավատում։ Ես էլ չեմ ուզում հավատալ։ Դե սենց ասեմ, եթե ուզում եք պարտվեք, մի հավատաք։ Ես ուսում եմ ինքը ուղղակի բասկետբոլ է խաղացել, դրա համար խաղացել է ինքը, խաղացել է։ Լավ, մի հավատացեք։ Բայց դու հավատում ես։ Այո, պարտվենք, ես հետո հետ կբերեմ այդ աճոկը։ Հաստատ։ Լավ, մենք հավատում ենք Ռաֆոյին, այս պատմությունը ճիշտ է։ Այս պատմությունը սուտ։ Լսենք Ռաֆոյի պատմությունը։ Այո։ Ես Տիգրան Կարապետիչի անունից, բոլորս ճանաչում ենք։ Գյուղից մի ավտոբուս մարդ են բերել քաղաք։ Մի անգամ։ Երբ։ Սկիզբը տենց է, մի անգամ։ Երբ։ Տիգրան Կարապետիչի լավ ժամանակ։ Մի 8 տարի մոտարապես, երբ որ Ալեմեն կար։ Առիթը։ Ինչ առիթը։ Ինչ առիթը։ Իրավոտ ավելի առիթ էր։ Համը երկու առիթ էր։ Նկարահանման համ։ Ոնց ես բերել էլի, չէ՞, մտ պատմի։ Իրանց Ալեմեի այն ժամանակվա հեռուստատեսության հեռախոսահամարը քաղաքային ու մեր հեռախոսահամարը նման էին։ Մարդիկ երբ որ զանգում էին Ալեմե, դե միշտ զբաղված էր ցույց տալի, որտեղ բոլոր ազգը զանգում էր գյուղերից, մարզերից։ Երբ որ մեկը սխալվում էր մի համարով, ընկնում էր կապ չունի որ։ Կապ չունի որ, որտեղ շատ նման էր համարը։ Վերջում կասեմ, եթե կարիք լինի։ Չէ, պետք չի։ Ընկնում էր մեր տուն։ Երբ որ մեր տունն էր ընկնում, ասում էի, հա, հեսա կտամ պարոն Կարապետյանին, ցենց էի անում։ Հետո վերջում է, այո, լսում եմ ձեզ, ու մի անգամ եղավ, չեմ ասի որ գյուղից, որ հիմա չի բադալ այդ մարդիկ, չկայց արդեն իմացել է։ Մի խոսքով զանգել էին, ասում էին այն շոքեքաշը որ կա այն որ պտտում են։ Ուզում են գանք մասնակցենք, ինչ կլինի։ Երևի մարզպետներ, գյուղապետներ ով էր։ Ասի դե վաղը երեկոյան ժամը 9-ին էր սկսում, ոնց որ թե 8-ին։ Ասի վաղը երեկոյան ժամը 9-ին ձեր գյուղից 25-30 հոգի հավաքվում եք, նստում եք ավտոբուս գալիս եք։ Ինքը հավատացել է, որ այդ Կարապետյանն է հրավիր է,
Վերջ դրել է հեռախոսը, ես գնացի ստուգել եմ անձամբ, դեղին բազիկը եկել էր, ժամը 9-ին, հետո չիմացա ինչ եղավ, բայց եկել էր 30 հոգի գյուղից, ես բերել էի ուղակի։ Մարդիկ նստած էին, այդ բազիկի մեջ նստած։ Սպասում էին էպիլյատորի, էլի։ Սպասում էին էպիլյատորի, հա, ու մնացած ֆենի։ Մաքսիմում դրա իրանց էին ընտրել, ես չգիտեմ։ Մի խոսքով։ Դու ինչ ես մտածում։ Ես հավատում եմ։ Հավատում ես։ Ես չեմ հավատում։ Դու չես հավատում։ Սխալ ենք ասելու, հա, բայց ոչինչ լավ չէ, հա։ Մենք ուզում ենք հավատանք, հա։ Մենակ գիտես ինչի համար։ Ինչի։ Մենակ որ Ռաֆոն գիտեմ որ Կոմիտասի կողմն ապրում, մենակ գյուղացիների։ Հա։ Մենք այս պատմությանը հավատում ենք, այս պատմությունը ճիշտ է։ Դե ճիշտ է, լավ։ Դե ինչ այս պահին 2-0 հոգուտ Ռոբի թիմին, մենք անցնում ենք հաջորդ փուլը։ Ծանոթացնեմ երկրորդ փուլի կանոններին։ Մասնակիցները կարդում են իրենց կողմից նախորդ գրված երազանքներ։ Իսկ մրցակից թիմը հարցերի միջոցով պետք է պարզի արդյոք յուրաքանչյուրը կարդացել է իր երազանքը, թե թիմակցինը։ Ճիշտ պատասխանը 2 միավոր է։ Սկսենք Սոֆիից։ Սոֆից։ Ես երազել եմ տարբերել թիթեռների էգն ու որցը։ Բայց հեշտ չի դա։ Հեշտ։ Որ նստում է եթե նստում է թևիդ մի քիչ ծանր է որցը։ Քանի տարեկան էիր Սոֆի։ Չէ, դրա մասին չգիտեի։ Թևերը գալի ոտի տա փաթաթվում որցը։ Փոքր տարիքում շատ սիրում էի թիթեռներ բռնել։ Մանավանդ ասենց փոշոտվում էին ու տենց Պետք է ճշտել որ դեզ բռնել։ Թիթեռներ։ Չէ, դե մի կերպ պիտի բռնել։ Որ հասկանաս, եկա թե որցա։ Եթե չի բռնվում, ուրեմն եկա։ Իսկ եթե բռնվում է, ուրեմն Չէ, իրականում ուզում էի ճշտել ինչու, որովհետև ամեն անգամ իրենց բռնելուց հետո անուն էի ուզում դնել եւ ինքս իմ մեջ կասկած էր առաջանում։ Հիմա ասենք ինքը լինի Վարդանը, թե Սեդան, թե ասենք Ռոբերտ։ Մի օրվա մեջ չէր հասցնում անուն դնել, սատկում։ Գես մի օր էր պետք որ բարձեիր, էլի, եկա թե ոչ։ Հավաքում էիր, չորացնում էիր թիթեռներին։ Հնարավորինս գրքի արանքը, եթե էլի դժվար էր փակում ոնց է։ Չէ, սկզբում նախ դժվարությամբ էի կարողանում բռնել։ Ռոբը իր փորձից է ասում, ինքն էլ է չորացրել ասում։ Կարողանում էի դժվարությամբ բռնել, հետո եթե առիթ լիներ, բայց մեկը չէի հասկանում, փոքր էի ու չգիտեի։ Բայց գեղեցիկ երազանք։ Բայց շատ գեղեցիկ է, ռոմանտիկոտ տենց։ Բռնում ես ուզում ես անուն դնես։ Ես էլ տենց տարօրինակություններ եմ ունեցել։ Շատ լավն է, տարօրինակ չի դեպ։ Հետաքրքիր։ Ռաֆջան, դու կարդաս։ Ես երազել եմ, որ կովը կթելուց մի կներեք արտադրության համար պտուկից կաթ գա, իսկ մյուսից կակաո։ Այսինքն պատկերացեք, չէ՞ կթելուց։ Մյուսից է պոնչիկ։ Չէ, քանի որ Միակավից էլի։ Են լցողի մարոշիներից են որ կա։ Են մյուսից է հաշիվը։ Չէ, հաշիվը տատին էր բերել։ Պեչենի էլի սա։ Բայց լուրջ, խորացեք, 4 հատա, չէ։ 2 հատից։ 4 հատա, հա։ Մի խոսքով 2 հատից կաթ, 2 հատից կակաո, բայց ասեմ որ ես ոչ թե ես վերջերս էի երազում։ Դպրոցական տարիքում ասենք 4-րդ Իսկ որտեղ ես այդ ժամանակ տեսա որ կով են կթում։ Գյուղում եք ասեք, գյուղում, չէ, բարեկամներ ունեին։ Դուք եք կթում կովը, հետո բարեկամները։ Բարեկամներ կար, ամառը արձակուրդներ, դպրոցական արձակուրդներ, մի շաբաթ 10 օր գյուղ գնալ, մաքուրոտ, ծառերից բաներ ուտել բան, ու տենց որ տեսա կովին առաջի անգամ, չեմ հիշում որ տարիքում եմ տեսել, բայց այդ առաջի անգամ մտքովս անցել, որ ինչու չէ։ Որտեվ տեսա մենակ կաթա գալի։ Ես պատկերացրեցի։ Դու 4-ը փորձից 4-ից է կաթեր գալի։ 4-ից է կաթեր գալի։ Ես կակաո սիրում եմ։ Կակաո սիրում եմ։ Կաթ այդքան չէ, բայց կակաո սիրում եմ։ Դրա համար կակաոն կաթով, այսինքն կաթը կակաո, կակա։ Որ ինքը էլ բան չլներ, էլի, արագ լիներ, հա։ Իհարկե բիզնես, հասկանում ես, այն ժամանակվանից մեջս այդ ջիղը կար։ Այսինքն եթե կովի վրա այդ սարքը դնեին, չգիտեմ որ մասից, բայց վրա գրած լիներ էսպրեսո, էսպրեսոյի վրա։ Իհարկե։ Կակաո, մեկի վրա լատե։ Ավելին ասեմ, որը ցամաքել է արդեն չկա, էլ պետք չի քաշել։ Իշ ես ուզեցա մեկից էլ տաք ջուր գա որ լվացես։ Չէ, դե 4 հատ ասախ։ Գտես տաք ջրով մոտ։ Այդ արդեն կովին տանջում ես, պետք չի։ Արդեն ոնց որ գժում ես կովի վրա։ Գոնե կակաո կա։ Բայց դպրոցական տարիքի։ 3-4 դասա։ Հասկացա։ Լավ։
Մերի։ Ոյ բարդ էր։ Այս շատ բարդ է։ Սոֆինը չհավատացի որ իրանա, բայց Ռաֆինը հավատացի։ Ես եմ հասկանում Ռաֆոն ինչի պետք է ուզենար տարբերել էք ու ворցը թիթեռների։ Ռաֆոն։ Իսկ թվում է որ էքերը պահել իրան։ Որ եկերը պահի իրան։ Սոֆին էր երազում։ Կով կթեր։ Կակաոյով։ Պատկա կակաո։ Պատկao, բրազիլիական խմիչք, պատկao։ Ես կարծում եմ որ թարս անկել։ Հակառակն եմ հակառակը կարծում։ Դու ես կարծում հակառակը։ Մերին կարծում է երկու երազանքներ Ռաֆոին։ Դու ինչպես ես կարծում։ Ես էլ եմ Որ հակառակն է։ Հա, հակառակն է, եկեք ասենք էլի։ Հա դե լավ, չէ, բայց կողմը։ Չէ, ուղղակի կարևորը ուրախ անցնում է։ Սոֆին կակao է շատ սիրում։ Կակao սիրում, հա։ Սիրի, չէ։ Չէ։ Մենք կարծում ենք, որ երազանքները հակառակն են, ընկե Սոֆին։ Կակao է սիրում։ Միանգամից կակao, իսկ Ռաֆոն էկ թիթեռներ։ Իրականում Սոֆին ուզում էր տարբերել թիթեռների եկթորցը, իսկ Ռաֆոն տարբեր տեսակի կտուցների։ Ծաղկառատ եւ շահավետ գարուն կերամա մարացիում։ Մինչև ապրիլի 7-ը 35-ից 70% գլխապտույտ իջեցված գներ ծաղկազարդ կերամիկական դեկորատիվ էլեմենտների համար։ Կերամա մարացի։ Դավիթ Անհախտի 6։ Լսենք իրենց երազանքները։ Սիրով։ Ումից Իսկ ուզում սկսենք։ ես։ Հա։ Լսենք։ Ումից սկսենք։ Մերից սկսենք այս անգամ։ Ես երազում եմ դառնալ Հայաստանի Հանրապետության կին նախագահը։ Բաց երազանք չի։ Չաչատերն են երազում։ Ինչ էր ուզում փոխած լինեիր այս երկրում։ Աղջիկ ունես դու։ 2։ Ինչ։ Երկու աղջիկ։ Ես ասի ինչ ես ուզում փոխել 2։ Ես Երկուսը դարձան 3։ ինչ կփոխեի, շատ կանանց կբերեի քաղաքական դաշտ։ Այն ոլորտներում, որտեղ կանայք չկային, կանանց կներգրավեի։ Օրինակ, որ ոլորտում կանայք չկան, հիմա ամենտեղ կան։ Քաղաքականություն, բիզնեսում են քիչ։ Շատ են։ Քաղաքականություն շատ է։ Շատ ասում։ Մի բան էլ շատ են սենց ասում։ Պարլամենտ մտնում ես։ Շատ քիչ են կանայք քաղաքականություն։ Տարբեր օրինակ մամաների համար մի ծառայություն Հայաստանում կսարքեի, որ վճար Ծառայեն մամաները։ Որ պետությունը անվճար դայակի ծառայություն տար, որ կարողանային աշխատել։ Լիքն են ծրագրերը։ Բյուջեի հաշվին ես ամեն ինչ ես հետո։ Միանշանակ բոլորիդ աշխատան, այո։ Ինչ անենք, մյուսը լսենք, մյուս Լսենք, երազանքը լսենք, համատենք, մյուս երազանքը։ ոնց որ կրվեցնենք իրար։ Հաստատ։ Երազել եմ մանկապարտեզ գնալ դրակոնով։ Դրակոնով։ Ինչ գույն։ Կանաչ։ Դա նորմալ է, չէ՞։ Նորմալ է, կանաչ։ Իսկական դրակոնով նկատի ունես, որ Հա, դրակոն իսկական կրակ արտաշնչող։ Որ ճանապարհը մաքրի էլի ոնց որ։ Ռոբկեքը մակրի։ գնայր մանկապարտեզ, իջներ դուրյան կապեիր ընդեղ միտեղ։ Հետո դուրս գայի, նստեի գայտուն։ Որ տարիքում։ Դպրոցական։ Մանկապարտեզ։ Մանկապարտեզի։ Մանկապարտեզ։ Սկսնել կնոր 4 դասանում երազել մանկապարտեզ գնալ դրակոնով։ Ուշացի։ Ուշացի։ Դրակոնը չի Ոնց է երազում մանկապարտեզում դրակոն։ Ինչ որ մի հատ մուլտիկից կինոից եկած դրակոն էր, թե։ Դա իրական պատմություն։ Չէ, կինոյում էի տեսել։ Կինոյում էի տեսել, շատ էր դուրս եկել այդ դրակոնը։ Մալչիկի դրակոն է այդ ֆիլմն էր։ Մալչիկի դրակոն։ Չէ, Սերցը դրակոնը։ Սերցը դրակոն, ճիշտ է։ Սրտով է, դրակոնը սրտով է։ Դրակոնի սրտով։ Արունը Սերցը կաթալով։ դրակոնը, դրակոնի սրտով։ Սրտանց։ Բադրակ երակրել է, դուք շուն չեք կարող մախրատել։ Շանը դրել եք, ասել եք 3 տարի բանա մնացել, բալես։ Դրակոնին ինչ էի դասել։ Դրակոնի որ մեր շանը տալիս են ուտում էր։ Ճիշտ է։ Շանը տալիս էին ուտում էր, դրակոնը ուրիշ։ Դուրը։ Դրակոն։ Լավ, իսկ բացի դրակոնից ուրիշ երազանք կար։ Պրոստը սպեսիվալոս։ Ավելի հզոր է։ Նախագահ դառնա։ Ավելի տեց։ Ամբիցիոզ։ Դառնված։ Չի օգնում ես արծում ես ոչ մի կերպ ես բոլոր։ Ուզում շեղը։ Հա։ Չէ, դրակոն էի ուզում։ Մենակ դրակոն եք ուզում։ Ինձ թվում է խառնած է իրանց մոտ։ Այն որ բժիշկները որ գալիս է սիրտն է։ Որ թակուն է դասում որ հիվանդ չունես սիրտն է, պրոբլեմա, սիրտի հետ պրոբլեմա։ Ձախին աչնա, աչինը ձախը։ Դու կարծում ես խառնվածը։ Հոկերն էլ խնդիր ունես շվում ամիք։ Դե լավ, դուրս ինձ թվում է Ես խառնված է։ կարծում եմ, որ թեման իրա երազանքի մասին բարձրաձայնեց մերին։ Բայց ինձ թվում է Սոֆին ճիշտ է։ Մենք կարծում ենք, որ երազանքները ճիշտ են ընկել։ Իրականում մերին երազում էր նախագահ դառնալ, իսկ Էման դրակոններով գնալ։ Դե ինչ
Այսինչ 2-2 հաշվով մենք անցնում ենք երրորդ փուլ։ Իսկ ես անդասեմ երրորդ փուլի կանոններին։ Այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ, մրցակից թիմը, այսինքն մենք պետք է պարզի թե կոնկրետ որ մասնակցի հետ կապ ունի հյուրը։ Այս փուլում ճիշտ պատասխանի արժեքն է 3 միավոր, սխալ պատասխանի դեպքում այդ միավորները անցնում են հակառակորդ թիմին։ Այս շաբաթ հյուրը գալիս է Ռոբի թիմի մոտ։ Եկեք ծափարենք եւ հրավիրենք կասկածելի հյուրին։ Ինքը Մագանա, մեկ ես նրա փոխարեն գնում եմ վիրահատության եւ փող եմ աշխատում։ Ինքը Մագանա, իմ երեխաներին ես խաբել ասել եմ, որ Մագան իսկական ջրահարս է։ Ասենք մերին։ Ինքը Մագանա մի անգամ նա իմ մեծ աղջկա հետ պատահական գնացել է Ստեփանակերտ։ Ում ավելի մանրամասն։ Ստեփանակերտից սկսենք։ Ստեփանակերտից սկսենք։ Ստեփանակերտը չի կարելի շրջանցել։ Ուր պետք է գնային, որ պատահական գնացին Ստեփանակերտ։ Իմ աղջիկը 7.5 տարեկան է, անունը Էվա է, ու թատերական խմբակում է ներգրաված։ Անցած տարի աշնանը Ստեփանակերտ էին հրավիրել իրենց խմբին, որպեսզի ներկայացում ունենային այնտեղ։ Մեծ ավտոբուսով գնացել էին ու թատրոնի ղեկավար ունեն, Սոֆի անունը, Մագան Սոֆի ընկերուհին է։ Այդպես պատահաբար հայտնվել էին ավտոբուսով ու Էվան հետ էր եկել տուն ու մի ամբողջ շաբաթ խոսում էր Մագայի մասին, Մագայի գույների, մազերի գույների մասին։ Չէ, բայց մի վարքան հետաքրքիր բան պատմեց, խնդիր չկա, բայց պատմության հետ գրած այդ կապ չուներ։ Ոնց պատահական փոխ չկա այդ Ստեփանակերտ, բայց պատահական չի գնացել։ Ինքը ոչ թատերական խմբից էր Մագան իրենց, այդպես պատահաբար ավտոբուսում հանդիպել էր։ Սոֆի ընկերուհին։ Ամիգուցե մի քիչ ձևակերպումը ճիշտ բան չի, բայց Դու ոնց կձևակերպեիր այս պատմությունը։ Մեկ անգամ Մագան իմ աղջկա հետ պայմանավորվել էին նորմալ ու գնացել են Ստեփան Սոֆին գնացել, Սոֆի ընկերուհին։ Որտեղ պատահաբար դու պետք է խառնվես։ Ուրա երեխաս։ Էս ինչ գնաց, հասկանում ես, պատահաբար է։ խմբի հետ պատահական հանդիպել էր Մագային։ Պատահաբար մի քիչ փոխենք, լավ։ Մի քիչ փոխենք, լավ, սխալ ենք գրել, այո։ Այս մեկը ճշտեցինք, հիմա հասկացանք։ Լավ, Ռոբին լսենք։ Ռոբին հարթամ ինքը Մագանա իմ երեխաներին ես խաբել ասել եմ որ Մագան իսկական ջրահարս է Իսկ որ դեից եք ծանոթ Մագա հետ Ռոբ մինչև երեխաներին ծանոթացնել է դու անձամբ ես չէ ծանոթացել Հա երեխաներն են ավելի շուտ երեխաներն են սկզբից ճանաչում հետո ես իմ մորական տունը որ կա այդ շենքից է Մագան ահա երեխաները որ գնում են այնտեղ շաբաթ կիրակի անցկացնում են ես էլ գիտեմ Մագային այս շենքից է որ տեսել էին տարօրինակ դե փոքր երեխաներ են տեսել են Մագային տարօրինակ հարցել եմ ու խաբել եմ երեխաներին Բայց ի՞նչ է տարօրինակ Մազերը Հա չէ ինձ թվաց ակվարիումի մեջ են տեսել Մագային Ինչ է ակվարիումի մեջ ջրահարս է Ինչ է թաց Մագան ջրահարս է նորա դուս Միշտ թաց Չէ խաբել եմ երեխեք կարևոր փոքր է խաբել եմ ասել եմ նա իսկական ջրահարս է գիտես չէ ու սենց ուշադիր լսում եմ լեգենդներ եմ տարբեր պատմում իր մասին ասում եմ հիմա որ բասմաբախիա ոտերը սենց բանի նման չի ձկան նման չի ասում եմ ինքը ունի հատուկ ձու նասատ կեք ունի ասում եմ տես հատուկ բաներ ունի հատուկ բան ասում եմ բայց իրեն չասեք որ այս պատմությունը ես պատմել եմ հոտը սիգայի չի երեխեքի մոտ նաև լեցել բան է որ հանկարծ իրանք ինձ չմատնեն էլի որ տես բաներ եմ պատմել Մագայի մասին ասում եմ չասեք որ ինքը տես բան եմ ասել բայց դա հետո parza հետագայում բացվեց էդի արդեն ասեցինք որ երեխեքները երեխաներ քանի տարեկան են Մեկը 2 տարեկան է, մեկը 9։ Հիմա։ Հա։ Չէ, հիմա բայց դա ես ասում եմ մի 2 տարվա, 1 տարվա բան էլի։ Հիմա են 2 եւ 9։ Այո։ Դե ժամանակ զրաբար 0 եւ 2 ցալած 2 0 9 ցալած 2։ Այսինքն տարբերակում մեկը չի եղել։ Այսինքն 0 տարեկան երեխան ու ամսական նկատի ունեմ։ Հարցնում է, պապա։ Լավ էլի ռո։ Խոնարհվես մի հատ։ Խոնարհվես։ Չէ, ռոբ, չէ։ Դու երբ հասկացար Ռոբին հանեցինք ցուցակից, մի անգամից հա։ Չէ, բայց մի հատ էլի արծեր։ Այո։ Դու երբ հասկացար որ չէ ջրահարս չի։ Չէ, ես գիտեի որ գաղտնիք բացեմ, ես գիտեի որ գիտեի։ Լսենք Էմայն։ Այո։ Ինքը Մագանա, մեկ ես նրա փոխարեն գնում եմ վիրահատության եւ փող եմ աշխատում։ Դու գնում ես նրա փոխարեն վիրահատվում ես մեկ։ Վիրահատության։ Գործ եմ անում։ Յոպե։ Խիրուրգ։ Սկսենք նոր։ Կտրտել, խիրուրգ։ Մագան խիրուրգ է։ Վիրահատության։ Հա։
Վիրաբուժա։ Չեմ, ինքը բուժքույր է։ Բուժքույր է։ Ինքն էլ ուրիշի փոխարն է գնում աշխից վիրահատության, որտեղ ինքը բուժքույր է։ Մագան բուժքույր է։ Ու ես գնում եմ մեկ-մեկ իր փոխարեն բուժքույր եմ աշխատում։ Բուժքույրը ինչ անում վիրահատությունից, այդ եմ ուզում հասկանալ։ Մտնում ես վիրահատարան։ Փող եմ աշխատում։ Փող ես աշխատում, Տրակոն եմ կերակրում։ Շանը 3 տարի ամնած 2 կոպեկ փող աշխատենք, դրանք դրա հարցերը ինչ անում։ Իսկ ինչքան եթե գաղտնիք չի, ինչ արժի մի անգամ ինչ թվերի մասին է խոսքը։ Որպես բուժքույր ներկա գտնվել այդ տարածքում։ 5000 դրամ։ 5000 դրամ։ Ուզում հասկանամ, Որտե՞ց այդ փողը, այսպես հագնում ես, մտնում ես 5000 տվեկանով դուրս գալիս։ Տալիս ես խալատուրիշին։ Հիվանդը որ բարեկացա ում պետք է վիրահատեն։ Սենց 5 տեղ է դրել, 5 տեղ մի բուժքույր։ Այն ոնց է եղել այդ այսքան ծանոթությունը կամ դեն ցանկությունը իր տեղը գնալ մեկ-մեկ փող աշխատել կամ մի քիչ քիրուրգը ծանոթ մարդ է։ Բացում։ Հիմա քիրուրգը ծանոթ մարդ է, ոնց փող աշխատել։ Մեծ ինձ նամիոր։ Այդ որ հիվանդը չգնա։ Քիրուրգը ծանոթ մարդ է ու նենց հստացա որ էքստրեմալ պայմաններում մագան չէր կարող գնալ վիրահատության։ Էքստրեմալ պայմանը ո՞ր է։ Պարաշուտով էր, ես չեմ հասցնում։ Եմ չան, այսօր չեմ կարա վերևից։ Ամերիկանսկե գորկի մեջ։ Էքստրեմալը ո՞ր է։ Կամել քիրուրգը կելա, ուզում ես իրան ծրեմ դու արի։ Պենց այլի խիրուրգը ասը, այդ 5000-ը խիտ կկալքա։ Ծրեք։ Վերջին վիրահատությունը, որ արել ես, որն է եղել, ինչ եք վիրահատել։ Ինչ ես։ Սիրտ, 12 ժամանակ։ Չէ, 5000 չի։ Բա, այդ ավել է։ Սիրտը 5000։ Ատամ։ Ոնց ատամ։ Խիրուրգը Եկա մարդուն պարկասում եք նարկոզը տալցեք, որ մի հատ ատամ անեք։ Մագան ինչի չի գնում մեկ-մեկ ու դու ես գնում։ Որտեվ եթե փող աշխատելու համար է, ինքը կաշխատի։ Դե չի կարողանում, չգիտեմ։ Չի սիրում փող։ Չեմ հարցրել։ Չի սիրում։ Հարմար չի, չէ։ Հարմար չի, գործեր ունի։ Ո՞նց հարմար չի։ Ապա կարևոր 10000-նոց գործ ունի։ 5000-ի համար չի հասնում։ 5000-ի համար մի գլա։ Ասեմ։ Մի վարք եթե չի ուզում մի բուժքույրը գնա գործի, մյուս բուժքույրն է գնում, որտեվ կարևոր է, չէ՞ իր արածը։ Լավ, ատամը հանելու ընթացքում քեզ ինչ խնդրանքներով էր դիմում։ Գործիքներ տալ։ Դու գիտես գործիքները։ Դա նկարագրում է։ Ցույց էր տալիս։ Նկարագրում է։ Այն կոշիկները թող, կոշիկները թող։ Էդի քցի, էդի չի։ Նրա։ Կոշիկները թող։ Էդի պացետի քոնա, քրոջը թող, բանը։ Վաֆլի չեմ ուզում։ Ասում են կտրող, չգիտեմ գործիքը։ Կտրող մի բան Լիքը բան կա կտրող։ Կտրող մի բան դու, պլասկագուցիա բան։ Վինցետ։ Չէ, քանի անգամ գնացած կլինես։ Մի 7 անգամ 5-35000 ամիս է։ Գործիքների անունները։ Խնդիր չի եղել գործիքի անուն սովորել։ Ինչ ես արել։ Զաժիմը ո՞րն էր, չեն ասում։ Շատ գործիք չկա, մի երկու սուրմուր բան է, էլի։ Սուրմուր բան չէ, դու ես վերջ անգամ ատամնաբուժի մոտ եղել։ Չգիտեմ, Սուրմուր բան է։ բայց քիչ է։ Ոչ շկեսի սուրլա, հա, իսկ էնի բանն է։ Էլեն մենուսը։ Բանն է էլի։ Դա ռոբը գնացի ատամնաբուժի մոտ։ Էսի ո՞րն է, էսի բանն է։ Իսկ էլի սուրլա, իշ կայֆ ապը։ Բժիշկը։ Էմա փոխացի, բժիշկ ջան, սուրը, թե մյուսը։ Սուրը մուրը թե բանը։ Մենք բացառում ենք, չէ՞, ռոբի տարբերակը։ Ռոբը վեր, ռոբը Ռոբը չեն քննարկում, այսինքն Էմայի եւ Մերի Սենց բան դեռ չէր եղել, որ գոնե սխալ չկարծեի, բայց մը սխալն էլ չգիտեմ։ Սենց ասեմ։ Հարցեր տվեք։ Չէ, անիմաստ են չոր հարցեր տալ, որտեվ ավելի ես խճճվում, ավելի ես խորանում ու սկսում ես Կարող վնասի, չէ՞։ Ես արդեն սկսում եմ Դու մտածում ես ռոբը, Գարիկը մտածում է Էման, ես մտածում եմ Մերին։ Ես ոչ թե մտածում եմ Էման է, ես մտածում եմ Ռոբն ու Մերին չեն։ Քեզ ինձ է կախված։ Մերին է։ Ինձ թվում է Մերի ծանոթն է։ Ես ինձ էլ ատենց թվում։ Ես Հա։ Մերի։ Մերին։ Դու։ Ես էլ Մերին։ Ոչ։ Դու էլ Մերին։ Չէ, դու ասա իմ։ Ես էլ Էմա։ Բայց դուք ասում եք Մերին, մենք ասում ենք որ հյուրը եկել է Մերի մոտ։ Եկեք լսենք կասկածելի հյուրին։ Ես Մագան եմ, Էմայի հյուրն եմ, աշխատում եմ բուժքույր Մատիկյան դենտալ կլինիկում։ 5-2 հաշվով այսօր հաղթում է Ռոբի թիմը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։